Հնդիկ առևտրականները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային եւ Ադրբեջանին վերջին հակամարտությանը Պակիստանին ցուցաբերած աջակցության պատճառով։ Այս մասին հաղորդում է հնդկական Economic Times պարբերականը։ Հնդկաստանի առևտրականների համադաշնությունը հայտարարել է անհապաղ դադարեցնել այդ երկրներից եկող ցանկացած ներմուծում եւ արտահանում։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար Հնդկաստանի ավելի քան 24 նահանգների բիզնեսի ղեկավարներ հավաքվել են Դելիում։ Հավաքական որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ողջ առևտուրը։ Հնդկական ընկերություններին խորհուրդ է տրվել անհապաղ դադարեցնել Թուրքիայում եւ Ադրբեջանում գովազդներ կամ ֆիլմեր նկարահանելը, իսկ չի ենթարկվելու դեպքում բոյկոտ կհայտարարվի նաև տվյալ ընկերությանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտգործնախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Առաքյալի շքանշանով, այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Հարգելի Վլադիմիր Պուտին, ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը ձեզանից եւ լսել ձեր խոսքերը։ Չեմ ուզում պաշտոնական հնչել, բայց սրտանց կասեմ, ձեր այս որոշումն ընդունում եմ որպես մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքի գնահատական, ասել է Լավրովն իր ելույթի ժամանակ։ Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում։ Նշվում է, որ Սուրբ Անդրեաս Առաքյալի շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական շքանշանն է։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի ներքին քաղաքականության մեծ եւ գեղեցիկ օրինագիծը, այս մասին հայտնում է BBC News-ը։ Օրինագծի քննարկումն ընթացել է մի քանի շաբաթ եւ բուռն քննարկումներ առաջացրել Հանրապետական կուսակցության ներսում։ Մի քանի ժամ տևած գիշերային բանավեճից հետո ներկայացուցիչների պալատում վերջնական քվեարկությունն ավարտվել է 215 կողմ եւ 214 դեմ ձայներով։ Դրանից հետո օրինագիծը կներկայացվի Սենատ։ Միջոցառումների փաթեթը, որը Թրամփն անվանել է մեծ եւ գեղեցիկ, ենթադրում է 2017 թվականի հարկային արտոնությունների երկարացում, բանակի ընդլայնում եւ զանգվածային արտաքսումների վերաբերյալ ԱՄՆ առաջնորդի ծրագրերի իրականացում։ Այս օրինագծով Թրամփը կկարողանա կատարել երկու նախընտրական խոստումներ՝ թեյավճարների հարկերի վերացում եւ արտաժամյա աշխատանք։ Ուկրաինայի հրադադարի շուրջ բանակցությունները դեռ վաղ փուլում են եւ կարող են շարունակվել ավելի քան 1 ամիս։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Փոխանցում է Politico-ն։ Մենք պատրանքներ չունենք, խնդրի արագ լուծում գոյություն չունի։ Այս գործընթացը նոր է սկսվել եւ կարող է տևել շաբաթներ, գուցե նույնիսկ ամիսներ, ասել է նա։ Կանցլերը հավելել է, որ իր կառավարությունը հանդես է գալիս ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին եւ դրա համար գործադրում է բոլոր ջանքերը, միևնույն ժամանակ շարունակելով ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուսական ռուլետկա է խաղում, հավատալով, որ Ուկրաինայի զոն կկարողանա անվերջ կռվել, չնայած ծանր կորուստներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը։ Եթե Զելենսկին եւ նրա եվրոպացի կողմնակիցները հավատում են, որ պաշարված եւ ամսական հազարավոր զինվորներ կորցրած ուկրաինական բանակը կարող է անվերջ շարունակել պատերազմը եւ պաշտպանական գծի առաջխաղացումը, ապա նրանք խաղում են ռուսական ռուլետկա, ասել է փորձագետը։ Բացի այդ, նրա խոսքով 61 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան օգնության փաթեթի գործողության ավարտը կասկածի տակ է դնում Ուկրաինային հետագա աջակցության հեռանկարները։